Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից բարի երեկո։ Սամվել Կարապետյանը աջակիցների ծափերի ներքո կեսօրին ներկայացել է դատարան, սակայն կարճ ժամանակ անց իրավիճակը լարվել է, վերածվել բախման։ Ոստիկանները բերման են ենթարկել Կարապետյանի աջակիցներին։ Կալանքից ազատ արձակելու համար Կարապետյանը 4 միլիարդ դրամ է վճարել, անցած 10 ամսում երբեք որևէ խախտում թույլ չի տվել։ Փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանին առաջարկել է ավելացնել գրավի չափը ևս 400 միլիոն դրամով։ Ոստիկանական մեքենաները, որոնցով Սամվել Կարապետյանին տարել են դատարան, Հայաստանին նվիրել է հենց Սամվել Կարապետյանը, լրագրողներին ասել է Նարեկ Կարապետյանը։ Ձեր հացը սորոսն է ապահովել, ում եք ինչ ասում, մեր հացը մենք ենք աշխատում, ձեր հացը սորոսը, ով է ձեր պատվիրատուն, սորոսը չի եղել միշտ, հիմա հնարավոր է արդեն միջնորդ որպես նա չկա, արդեն վերջնական պատվիրատուն է ձեր այդ միանգամից աշխատում, ձեր գործընկերների միջոցով։ Պարոն Կարապետյան, հակակոռուպցիոն կոմիտեն այնուամենայնիվ արդեն 3-րդ ձայնագրությունն է հրապարակում, որը վերագրում են ձեզ, դուք ինչպես կմեկնաբանեք։ Տեսեք, եթե ձայնագրություն անեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարությանը եւ շատ ընտրություններով զբաղվող անդամներին, ինձ թվում է այնպիսի բաներ հանդես կգա, որ մենք շատ կտխրենք։ Մի քանի բան ասեմ, օրինական առումով, օրենքի առումով, ինչքան ինձ բացատրեցին, խնդիրը գրանցված աշխատողներին որպես բան են ներկայացնում, բայց ինձ ավելի շատ մտահոգեց խոսույթները, որ խոսույթը իհարկե հատուկ չէ մեր ուժի եւ մեր պատկերացրած Հայաստանի խոսույթին, ինչի դեմ մենք պայքարում ենք։ Կարևոր է, որ խոսույթը մեր հասարակության մեջ փոխվի, դա այդ քպական խոսույթը վերանա։ Ավելի վաղ Սամվել Կարապետյանի եղբայրը պատասխանել է լրագրողների հարցերին։ Կարեն Կարապետյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ աղքատանալու է։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանն ասում է, Սամվել Կարապետյանը ինչ-որ մարդկանց խոստումներ է տվել, չի կատարել, դրանք պատճառաբար ունեն զրկվելու են, սրանք է լինելու։ Ինչի մասին է խոսում, ում է ինչպես կարող է զրկել։ Ում մասին է խոսում։ Ձեր ժպիտը չի գալիս այդ արտահայտությանը։ Նիկոլ Փաշինյանը ինչ ասել, որ իրականություն է այդ։ Հələ հերթով նայեք, ինչ ասել է իրականություն դառել, ընդհանրակն է դառել, այսինքն ընդհանրակը ստացվի, որ իր ունեցվածքը ավելանալու է, որտեղ բիզնեսները շատ ակտիվ աշխատում են անգամ իր բացակայության պայմաններով։ Այդտեղ պարզ երևում է, որ ինքը ճգնաժամային կառավարիչ է, անգամ ձեռքերը կապած։ Երբ կհրապարակվի Հայաստանի նոր սահմանադրությունը, Սրբուհի Գալյանն է կարճ մեկնաբանել։ Տիկին նախարար Սահմանադրությունը երբ կհրապարակվի, ես տեքստը հանձնել եմ այլևս ավելի լայն քննարկման։ Ինչ շրջանակներում ես նախորդ անգամներ կուսակցությանը այո նշել եմ վարչությանը, կուսակցությանը, այո որոշ ներկայացուցիչներին հրապարակման ասել չեմ կարող ինքս
որոշումներ կայացնել եւ դες տեղեկություններ Իսկ ով հայտնել, պետք է որովհետեւ դա կոլեգիալ որոշում է։ Կներկ ասել էիք Մարտին, բայց արդեն Մարտին պատրաստ է եղել Չէ, ասել եք հանդրությանը կներկա։ Ասել եմ ամենայն հավանականությամբ կհրապարակվի, բայց հիմա Հիմա կարող եք ասել պետք է մոտավորում։ որոշում կայացնի հրապարակման մասով նկատի ունեք ավելի կոլեգիալ կառավարություն, վարչապետը։ Ընդդիմադիրների մեղադրանքները հունից անել են Նիկոլ Փաշինյանին, ընդդիմությունը վարչապետին մեղադրել է խոստումները չկատարելու մեջ։ Նոր պատերազմի սպառնալիքը Նիկոլ Փաշինյանը ընտրություններում որպես հաղթաթուղթ է օգտագործելու։ Ես չլինեմ, չլինի Հայաստանը։ Ճիշտ նույն մոտեցումն է, ինչպես ես չլինեմ վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա։ Ես չլինեմ վարչապետ, Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Ու զարմանում եմ, որ ասում ենք Նիկոլ Փաշինյանը Ալիևի սրտի վարչապետն է։ Պարոն Փաշինյանը ասում է, որ գեներալները փախել են։ Ազգային ժողովի ղեկավարությունը, падգամավորները եկել էին այնտեղ եւ անհրաժեշտություն կար մոբ ռեսուրսի, ովքեր որ այս կամ այն պատճառով լքել էին մարտական գործողությունների դաշտը, այսպես պետք է ասեմ, լայախ չարեցին գոնե մի քանի ժամով կամ գնան աշխատեն այդ մոբ ռեսուրսի հետ։ Թողին փախան, մի ով է փախել։ Իրենք ասում են, այ խաղաղությունը մեր ժամանակ էր։ Եկեք նայենք ինչ խաղաղություն ա եղել իրանց ժամանակ։ 2010 թվական 11 զո, 2011 թվական 10 զո, 2012 թվական 13 զո, 2013 թվական 6 զո, 2014 թվական 26 զո, 2015 թվական 38 զո, 2016 թվական 22 զո, 2017 թվական 22 զո։ Էս է իրանց ուզած խաղաղությունը։ Հիմա այս 20 թվականի մասին թիվը Չէ, մի րոպե 20 թվականի մասին այնքան ասվել է եւ մենք երբեք դա չենք այդ դուք եք որ 1000-ով անընդհատ 2000-ով 3000-ով ուզում եք ավելացնել Թրամփը պնդում է, որ Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարստացված ուրանը, այս մասին գրում է Washington Post-ը, պարբերականը մեջ բերելով Սպիտակ տան ղեկավարի խոսքը նշել է, որ Իրանը միջուկային զենք չունի եւ նրանք համաձայնել են մեզ վերադարձնել միջուկային փոշին, որը գտնվում է խորը գետնի տակ, B2 ռմբակոծիչների օգնությամբ մեր հասցրած հարվածների պատճառով։ ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչները փորձում են հասնել ժամանակավոր հուշագիր հակամարտության սրացումը կանխելու նպատակով, գրում է Reuters-ը։ Գործակալության տվյալով այս մոտեցումը ձևավորվել է Իսլամաբադում կայացած բանակցություններից հետո։ Նշվում է, որ կողմերը սկսել են որոշ հարցերում մեղմել դիրքորոշումները, այդ թվում Հորմուզի նեղուցի վերահսկման վերաբերյալ։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանն անհանգստացնում է Սամվել Կարապետյանի եւ նրա ուժի անունը։ Հապճեպ օրենսդրական փոփոխությամբ բացառեցին Սամվել Կարապետյանի անունն օգտագործելու փաստը։ Հիմա էլ ուժեղ Հայաստան անունով դրամաշնորհային ծրագիր են իրականացնում, երևի նպատակ ունենալով նսեմացնել ուժեղ Հայաստանի գաղափարը, այն իջեցնելով դրամաշնորհային ծրագրի մակարդակի։ Պաշտոնական հայտարարվել է զարգացող համայնքներ ուժեղ Հայաստան դրամաշնորհային ծրագրի մեկնարկը։ Հայտարարվել է, որ այն ուղղված է երկրի համաչափ եւ կայուն առաջընթացի ապահովմանը։ Ծրագրի ռազմավարական ուղղություններն են գյուղատնտեսության արդիականացում, նորարարական տեխնոլոգիաների ներդրման միջոցով, էկոլոգիական կայունություն եւ բնապահպանական նախաձեռնությունների խթանում, գյուղատնտեսական туриզմի զարգացում։ Ծրագրով տրամադրվող դրամաշնորհի առավելագույն չափը մինչեւ 40 միլիոն դրամ է։ Ծրագիրն իրականացվում է 3 փուլով՝ գաղափարի նախնական գնահատում, դասընթաց եւ բիզնես նախագծի ներկայացում։ Ծրագիրը չունի մեկ վերջնաժամկետ, հայտերը դիտարկվում են փուլ առ փուլ ամբողջ ծրագրի գործողության ընթացքում մինչեւ 2030 թվական։ Հրապարակում նաև կարդում ենք Նիկոլ Փաշինյանը նախատեսում է նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչաբենդի նոր համերգը կազմակերպել հանրապետության հրապարակում։ Վերջնական որոշում չկա, բայց քննարկվում է համերգով եզրափակել քարոզարշավը։ Թիմում ակտիվ քննարկումներ են նաև ներկայացվող երգացանկի վերաբերյալ։ Առաջարկներ կան նոր երգիչներ ներգրավելու։ Հիշեցնենք, որ վարչաբենդը մի շարք հայտնի արտիստների հետ ապրիլի 19-ին ելույթ կունենա Գյումրու հրապարակում։ Այդ համերգին մասնակցելու է նաև Հայկ Ստվերը, Մխիթար Հայրապետյանի
եղբայրը, որը 2018-ի իշխանափոխության ժամանակ կատարում էր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Իմ քայլը» երգը։ Նա մեծ հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանն է իրեն հրավիրել մասնակցելու համերգին։ Կատարելու են իր երկու երգերը, որոնց բառերի հեղինակը վարչապետն է։ Առայժմ դրանք ենք կատարելու, բայց առաջարկներ արել են, որ ավելացնենք երգացանկը։ Նրան հարցրինք նաև, որպես երգիչ ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի նվագելը, ինչպիսի երաժիշտ է նա։ Դե չէ, չեմ պատասխանի այդ հարցին։ Մեղուն չեղարկել է ինքնաթիռի թռիչքը, միջատը հարմար տեղավորվել է ինքնաթիռի այն խողովակում, որը պատասխանատու է արագության համար։ Այդ պատճառով սենսորները խափանվել են։ Ռուսներն անցած գիշեր երկնքում վառ տիեզերական մեդուզա են նկատել, դա Սոյուզ 2.1 հրթիռի թռիչքի հետքներ։ Այն ուղեծիր է դուրս բերվել նախորդ գիշեր։ Որդին հանուն փողի մորդին պահել է սառցարանում։ Մեծ Բրիտանիայում 59-ամյա տղամարդը դատարանում խոստովանել է, որ մահից հետո 83-ամյա մոր մարմինը տեղադրել է մեծ սառցախցիկում եւ պահել է տանը գրեթե 2 տարի։ Այս ընթացքում նա ստացել է նրա կենսաթոշակը եւ սոցիալական նպաստները։ Տղամարդը մահվան մասին չի հայտնել կենսաթոշակային վարչություն եկամուտը չկորցնելու համար։ Հետևեք անցուդարձին ամեն երեկո կհանդիպենք երեքշաբթի նույն ժամին։